Դու չպետք է նման լինես այս աշխարհին իր հատկանիշներին համապատասխան։ Այս աշխարհն ունի իր հատկանիշները։ Հոգևոր մարդն ունի իր հատկանիշները։ Հին ուխտում գրված էր աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ։ Այն ժամանակ չկար վերածնված մարդ։ Դեռ չկար Քրիստոսով ծնված նոր ստեղծագործություն։ Բոլոր աշխարհը հрьяաներն էլ հետը հին մարդիկ էին։ Հին մարդ համար սա ճիշտ էր, նորմալ էր։ Աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ, չէ, ձեռքի տեղ ձեռք, ոտքի տեղ ոտք, խարանի տեղ խարան։ Սա ճիշտ էր ու այն ժամանակվա արդարությունն էր։ Հիսուս եկավ ասաց. այսօր ես ժողովուրդ եմ հավաքում երկնքի արքայության համար, որոնք պետք է չնմանվեն նախկինին։ Դրանք աչքի տեղ աչք պետք է չհատուցեն, որովհետև նրանք այդպեսին չեն լինելու։ Նրանց ներքի որակական հատկանիշը այդպեսին չի լինելու, ինչպեսին աշխարհինն է։ Նրանք ուրիշ են լինելու, նրանք իմ սրտի ուզածի պես են լինելու, նրանք իմ նման են լինելու, նրանք իմ երկրային հոր նման պետք է լինեն։ Ու Սուրբ Հոգին մեր վերածնված օրից սկսած մեր մեջ կմե աշխատանք տանել, որ մեզ տանի դեպի Քրիստոսի նմանություն եւ ոչ թե այս աշխարհի նմանություն։